Իհարկե Փաշինյանը եւ իր կողմնակիցները չեն ուզի մենք մանդատ վերցնենք։ Բայց մենք ուշադիր քննարկելու ենք, դրա համար ասում եմ, բաց քննարկումներ են լինելու, ուղիղ ետերում են լինելու այդ քննարկումները, որ մեր ժողովուրդը ճիշտ գնահատի բոլոր հարցերը, մանդատները ճիշտ է վերցնել, թե ճիշտ չի վերցնել։ Ընդդիմության մեջ դուք տեսնում եք շատ պատրաստված գրագետ մարդիկ կան, ավելի ճիշտ գնահատականներով մեր ժողովուրդը դա նորից պետք է լսի։ Դրանից հետո մենք ունենք սահմանադրական դատարանի որոշումը, թեկուզ լավ կամ վատ, բայց դա լինելու է որոշում։ Մենք նույնպես ցույց կտանք ժողովրդին, որ այս մեխանիզմն է աշխատում։ Եթե վատ որոշում լինի, չկա սահմանադրական դատարան։ Երկրորդ թե մեկ օր առաջ մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 1 րոպեում ապօրինի որոշում կայացրեցին, մի ամբողջ կուսակցության հավաքած 60,000 ձայները դրեցին, ջրեցին։ Մենք հերթով պետք է ցույց տանք բոլոր կառույցների ապօրինությունները եւ դրանից հետո նորից եմ ասում, արդեն ամբողջական ընդդիմությունով որոշենք մեր հաջորդ ու գլխավոր քայլերը։ Անասնագողություն։